Սպասեք լավ փոփոխությունների։ Այս ուղերձն էր, որ նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրվանից Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը հնչեցրեց ամբողջ երկրով Հայաստանի ամենամոտ բնակավայրերից մինչև հեռավոր ու սահմանամերձ համայնքներ։ Ջերմ ու սրտաբաց ընդունելություն յուրաքանչյուր քայլափոխի, անկեղծ ու անմիջական զրույց, ինչպես հարազատը հարազատի հետ։ Ժողովրդական ասուլիսի վերածվող հանդիպումների առանցքում մարդկանց ամենացավոտ հարցերն էին, իսկ դրանց պատասխանները առաջարկ Հայաստանին համաժողովրդական ծրագրում են։ Լուսով է լծված, խաղաղորը նոր հուսերով է գրված, իմ ու քո ձեգնու երազով է կապված, առաջարկ Հայաստանը ապագայի դուրն է բացված, առաջարկ Հայաստանին։ Մարզային հանդիպումների վերջին հանգրվանը Արարատն է։ Գագիկ Ծառուկյանը Մասիսում նախարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակին։ Ինչպես ամենուրեք, այստեղ էլ ԲՀԿ առաջնորդին սպասում են աղուհացով, երկու պարով, ընդունում ինչպես հարազատի ու սրտացավ մարդու։ Մասիսցիներին ուղված խոսքում Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն է հայտնում ջերմ ընդունելության համար։ Չնայած ճնշումներին մարդիկ չեն վախեցել ու եկել են հանդիպել ու լսելու նրան։ ԲՀԿ առաջնորդը հայտարարում է, ոչ մի սպառնալիք իրեն քաղաքական պայքարից հետ չի պահի։ Հանուն հայրենիքի ու ժողովրդի պատրաստ է գնալ մինչև վերջ։ Այսօր հիմնական քանդել, ավիրել, բռնել, խլել, նստել։ Այդ երկրում, որից մեկը գան ներդրում կատարի, հարց եմ տալի։ Եթե մարդը գործանը գնել է որոշումով 25 տարի անցել է, 25 տարի աշխատել է, ներդրում արել, մարդիկ աշխատում են, ամսական 500 միլիոն դրամ հարկ է տալիս, ու նայում են, որ հակառակ են խոսում, ճիշտ են խոսում, ժողովուրդը ընդունում է, հավատում է, վստահում է, ույց է կապում, արդեն ասում են բռնելու, խլել, ես ցավը տանեմ, ես ասել եմ իմ հայրենիքի ունեցվածքը չեմ փոխել, օրենք առաջ բոլոր հավասար են։ ԲՀԿ առաջնորդը խոսում է նաև բարեկամ Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների մասին։ Եղբայրական երկու երկրները միմյանց հետ կապված են ամուր թելերով։ Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերը առևտրաշրջանառության ռեկորդային ցուցանիշներով։ Այսօր դրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են։ Եղբայր քու բարեկամ երկու հետ փչացնում։ Այդքան մարդ դուրս աշխատում է։ Գումարներ է ուղարկում։ Ամսական Ռուսաստանից 160 միլիոն դոլար գումար է գալիս։ Տարեկան 3 միլիարդ գալիս է Իրանից, Խաղողից, Ծաղիկից, Կոնյակից։ Շուկաները փակվել են։ Այսօր հայտարարում են, որ մենք այդ փողերը տալու ենք։ Այդ տալուց եկեք հələ թափածը մի հատ հաշվեք։ Թափում են մարդիկ օրեկան։ Մարդիկ վարկ են վերցել, բան են ձեռնարկել, հույսով հավատով։ Ամիսը բրծել, այսօր աշխատավարձ պետք է տա, այսօր հարկ պետք է տա, այսօր բանկին տոկոս պետք է տա, որ այդ սաղ ավիրվեց։ Մենք այլ դրանք ունենք նոր շուկաներ։ Ժողովուրդ ջան, 10 տարի չեն կարող շուկա բացեն Եվրոպայի հետ։ Թուրքիան չի կարող բացի քանի տարի։ Այդ ո՞նց է Եվրոպայի հետ շուկա բացելու։ Այդ ժողովուրդը սննկանալու է, քանդվելու է, չորանալու է, չի լինելու։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի է կարգավորել շատ կարճ ժամանակում։ Պետք է հարաբերությունները պահեն։ Տնտեսությունը չի լինում իշխանամետ կամ ընդդիմադիր։ Չի լինում արևմտյան կամ ռուսական։ Այդ տնտեսությունը հիմնական կամ աշխատում է, կամ զարգանում է, կամ ծաղկում է, կամ քանդվում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք։ Ու ասելով մի բանի փողնել եմ տալու, ծաղկի փողնել եմ տալու։ Դե տվեք, եկեք արձանագրեք, ով է տվողը։ Սուտ ասելով երկար ճանապարհ չկա, ժողովուրդ ջան։ Ռուսաստանի հետ հարցնել մի օրվա հարց է։ Նրանց ասածը եթե նայում եք, ասում են հայերը մեր բարեկամներն են։ Մենք 100 տարի մեր ընկերներն են, մեր հարազատներն են։ Մենք չենք ուզում։ Բայց ղեկավարությունը ուրիշ ճանապարհ է բռնել, ժողովրդի հետ հարց չկա։ Իսկ այդ հարցը մի օրվա հարց է, որ զարգացնենք, ծաղկացնենք, վստահություն, ջերմ շփվել, առուվաճառ,
Ներդրումներ զարգացում ամեն ինչը։ Չնայած ճնշումներին եւ վախի մթնոլորտին Գագիկ Ծառուկյանը հորդորում է անպայման մասնակցել ընտրությանը։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր քվեից է կախված Հայաստանի վաղվա օրը։ Սենց բան երբեք չի եղել։ Իսկ 36 թվին չի եղել։ Մարդիկ խոսան բռնեն, վախի մթնոլորտ, գործից հանեն։ Դա համար ես չեմ ասում, մարդիկ հայտարարեն։ Այլ ընտրության օրը գնացեք, ում հավատում եք, ով արած գործ ունի, ում վստահում եք, ձայնել անել տվեք։ Ձեր ցավը տանեմ, կընտրեք էլ շնորհակալ եմ, չընտրեք էլ շնորհակալ եմ։ Կարևոր է իմացեք մի բան, որ ձեզից է կախված։ Ձեր վաղվա ապագան, ձեր երեխաների վաղվա ապագան, ձեր ցավը տանեմ։ Ներքին համերաշխություն, միասնություն, հանդուրժողականություն։ Այս սկզբունքներն է, որ առաջնահերթ է համարում Գագիկ Ծառուկյանը։ Ես այն մարդն եմ, որ ցանկանում եմ հաշտություն, համերաշխություն, բարեություն, կամեցողություն, ոչ թե բռնել, ցավացնել, խլել, պատժել, նստեցնել։ Բոլորի ներկայությամբ ասում են, կան ստեղ օրգաններից, կան ՔՊ-ից, հարց ունեք, տվեք, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանելու, կարակ քննադատեք, տեղի լինի կընդունեմ, տեղի չլինի կպատասխանեմ։ Ծառուկյանը հարցերից չի խոսափում, Ծառուկյանը երկու խաղ չի խաղում, Ծառուկյանը ռեալ իրական հայ, մարդ, ժողովրդի կողքին կանգնած, իր երկրի կողքին կանգնած մարդը, որ ուզում է լավ լինի, իր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, կարողանանք զարգացնել, ծաղկացնել։ Բարգավաճ Հայաստանի հաղթանակի դեպքում առողջապահությունն ու կրթությունը լինելու են անվճար։ Առաջիկա 2 տարիներին նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դառնալու է 150,000 դրամ։ Կրկնակի նվազեցվելու է գույքահարկը, իրականացվելու է մինչև 3 միլիոն դրամի չափով վարկային համաներում։ Ասենք ես ունեմ մի հատ 3 միլիոն վար, մի հատ 2։ Այո։ Ձեր ընտրվելու դեպքում էդի մարվում է։ Եթե մենակ քո անունով է 5 միլիոնը ոչ։ Չէ։ Տեսնեք կնոջս անունով է։ Դա վերաբերվում է շնչին, ընտանիքում կա 4 հոգի, 4-ն էլ մինչև 3 միլիոն դրամ ներում է շնորհվելու։ Ես իմ գրպանից չեմ տալիս։ Եթե այսօր պետության պարտքը 15 միլիարդ է ժողովուրդ, 15 միլիարդ, 8 միլիարդը կուտակվել է Փաշինյանի օրով։ Թող 15 միլիարդի դերը դառնա 16 միլիարդ 100 միլիոն։ Ժողովուրդը բան չի գործնում, պետությունը բան չի գործում, 2 միլիոն 200,000 մարդու կյանք է շնորհում, ճայճից հանում է, հնարավորություն է տալիս իր աշխատած փողը օգտագործի իր ընտանիքի վրա, իր երեխայի վրա։ Արցախից տեղահանված քաղաքացին բարձրաձայնում է սահմանամեծ բնակավայրերում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին, ակնկալում, որ կտրվեն արտոնություններ։ Ստեղ ինչքան բնակչության հետ շփում եմ, սա սահմանամերձ տարածքներից է, որ աշխատանք չկա։ Մի հատ առաջարկությունով խորհրդարանում ներկայանաք, սահմանամերձ շրջանների հարկերը այն աշճան իջեցվի, որ ձեր տա աշխատատեղեր դրվի, որ մարդիկ իրաց տարածքներում աշխատանք ունենան։ Ծրագրում գրած է, այսօր սահմանամերձ գոտում գույքահարկը պետք է անվի, շինարարության համար, եթե մարդ ուզում է տղայի մարդ տուն կառուցի, հələ պետք է մի 2 միլիոն էլ տրամադրեն, որ սահմանները չդադարվի։ Գյուղացին սահմանամերձ գոտում բարիք ստեղծող է, սահման պահող է, դադարված էլ չի վերականգնվի, այլ հակառակը պետք է դոտացիա տան, հնարավորություն տան, որ գոնե մարդիկ սահմանի վերանը բնալով որոշ արտոնություն առավելություն ունենան։ Հունիսի 7-ին համար 7-ին հրաժեշտից առաջ Մասիսում հաղթանակ է մաղթում Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին։ Քո ցավը տանեն։ Պարոն Ծառուկյան, ատիվայից ձեր ձեռքը բռնել։ Աստված ձեզ պահապան։ Շնորհակալ եմ։ Իվուտիկունքը ցավը տանեն։ Ունիսիոտին ընտրում ենք համար 7-ին հաղթանակ Հայաստան լույսը մեր ճանապարհին Ունիսիոտին ընտրում ենք համար 7-ին հաղթանակ Հայաստան Գագիկ Ծառուկյանի հաջորդ կանգառը Մարս կենտրոն Արտաշատում է։ Թատրոնի հարող հրապարակը մարդաշատ է, ընտանիքներով են այստեղ։ Եկել են աղոհացով, երկու պարով, անակնկալ նվերով դիմավորելու հարազատ մարդուն։ Մենք ձեր ողքին ենք։ Ձեր դուքի կայացեք։ Թե ո՞նց է, ո՞ց արկան։ Լավանը, չեն թողնա։ Լավ կլի։ Պարոն Ծառուկյան, շատ ուրախ եմ, որ եկել եք մեր քաղաք, մեզ
սրտանց նվեր ունենք ձեզ համար։ Ձերքի նկարած մատիտը։ Մարդիկ ուզում են աշխատել ու վայելել սեփական քրտինքով վաստակած, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Մինչդեռ օրստորե ավելանում է ժողովրդի բեռը։ ԲՀԿ առաջնորդը վերջին օրերին հարյուրավոր ահազանգեր է ստանում։ Բազմաթիվ տնտեսվարողներ ու հողի մշակներ խուճապի են մատնվել Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ու արտահանվող ապրանքների սահմանափակումների պատճառով։ Սա որը խոսել է, որ մենք խաղաղություն ենք բերել։ Մինչև սարքեցին Ռուսաստանի տնտեսական պատերազմ։ Մարդիկ մշակում են, վարկ են վերցրել, աշխատացնում են, վարկը փակեն, տունը պահեն, աշխատավարձան, այսօր սախտանում թափում են։ Նրանց մտածել եք կերպը մենակ նայեք։ Ժորջը ծաղկը վեկալ եք, տարեք ձեր հարազատներին նվիրեք։ Անգրագետներ, այդքան ծաղիկ իշքան արտահանում է, դու այդքան բնակություն չունես, որ տան։ Երկրորդ օրում են տալի, երրորդ օրում են տալու։ Այսօր շուկաներում արդեն ապրանքները ծափում է։ Մեքենաները չեն կարող ներս մտնել։ Հարյուրավոր զանգեր, ֆուրի վարորդներից սկսած, մինչև ֆերմերներից, գործարարներից, որ մտածում են ինչ պետք է անեն, ինչա լինելու իրենց վերջը, որտեղ նայելով վերջը կործանումն է, սննկացումն է, էլ չգիտեն դարտակից ոնց են դուրս գալու։ Խեղճացած ժողովուրդ ենք դառել։ Այսօր տնտեսական պատերազմը լղավ, մի հատ էլ աղքատ ժողովուրդ ենք լինելու, որ էլ հույս չկա, որ կարողանաս մի բան վաճառես, քո մշակածը, քո ստեղծածը։ Երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու փոխարեն հասկանալով, որ օր-օրի մարդիկ ավելի ու ավելի են համախմբվում իր շուրջ, իշխանությունն անցել է բռնաճնշումների։ Այսօր ժողովուրդ ջան, մարդիկ վախում են Ծառուկյանն եկել է որ գան, որտեղ կբռնեն, հակ կգրեն, գործից կանեն։ Ցեմենտի գործանից 200 մարդու ծանոթագիր են ուղարկել։ Վախի մթնոլորտը հաշվարկներ են արել, հարցում են արել, որ իրանք շատ հետ են, որ ժողովուրդը չի խոսում, 65% ասում են չեն ընտրելու ոչ մեկին։ Նրանք արդեն գիտեն իրենց վախը։ Կամ միանգամից կոչում են զինակոչի, 6-ից 140 հոգի կանչել էին, ասորիներին։ Այսա ներկայացուշես ստեղա, բայց դուխով տղա է, տենց երկիր չեմ պահում, ձեր սավը տանեմ։ Երկիրը տենց վախի մտնոլորտով խայտարակում է, զարգացում չկա։ Նրանք արդեն պետք է գնան, գնալու ճանապարհը արդեն իրանք բռնել են։ Հիմա էլ հերթը հասել է Արարատ ցեմենտին, տարածաշրջանի խոշորագույն հարկատուին ու գործատուին։ Տարեստարի այստեղ ավելացել են ներդրումները, կտրուկիչեցվել է ցեմենտի գինը։ Գործարանը խլելու սպառնալիքներով ոչինչի չեն հասնելու, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը։ Տեսնելով, որ Ծառուկյանը լավ ծրագիր է կազմել, ժողովուրդը ընդունում է, հավատում է, Ծառուկյանը սուտ չի ասել, սարքող կառուցող մարդ է, մարդկանց ընդունում աջակցում է, արդեն գործեր են հարուցել Ծառուկյանի վրա։ Գործանը ձեռից առնում են, սա խնդում են, այցա վտանեմ, 22 թվից մինչև հիմա նորից ներդրումն եմ արել, որ ես կան շինարարություն է գնում, մարդիկ խնդիր չունենան։ Գներն էլ ցեմենտ, էժանացրել եմ, սարքել եմ 50,000-ից 40,000։ Ծառուկյանը կառուցող մարդ է, Ծառուկյանը քանդող չի, հավիրող չի, Ծառուկյանը չարություն չի բերում, այսօր ամբողջ ազգս ատելություն, չարություն, նախանձություն, չկամություն, Ժորջան, վերջ պետք է դրվի դրան, հաջողությունը միասնության մեջ է։ ԲՀԿ առաջնորդը կետ առ կետ ներկայացնում է նաև առաջարկ Հայաստանին ծրագիրը, որում հատուկ դրույթ կա նաև կենսաթոշակի վերաբերյալ։ Այն պետք է համապատասխանեցվի նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին, դարձնելով 100,000 դրամ։ Իրենց հաշվարկով նվազագույն ծախսը մի մարդու կազմում է 78,000 դրամ։ Մի ամիս առաջ 10,000 դրամ ավելացնելով կազմում է 49։ Բայց թոշակառուն ֆոկուս չի կա, այդ ոնց է ապրելու։ Համ գույքի արկ վճարի, համ գազ վճարի, համ օծանք վճարի, համ հագնվի, համ ապրի, համ էլ թորանը նվեր առնի։ Ոնց։ Մեր ժամանակ, որ մենք զրահություն տրվեց, անմիջապես լինելու է 78,000, մինչև 100,000 մի տարվա մեջ դառնալու է։ Պետք է ճիշտ կազմակերպվի, որ տնտեսականաց լինի, բյուջեում գումար լինի, որ կարողանաս ճիշտ օգտագործել։ Միայն նրանք կարողանում են լավ պարգևավճարներ տան,
իրենց թիմակիցներին։ Էլ չեն ասում ուսուցիչը 120,000 ստանում, բայց նրանք ամսական 8 միլիոն պարգևավճար։ Տնտեսության զարգացման համար ԲՀԿ առաջնորդը առաջ է քաշում առնվազն 2 խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը։ Առաջինը Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի կառուցմամբ ինքն արդեն արել է։ Մեգանախագիծը միլիարդավոր դոլարներ է բերելու Հայաստան։ Մարդիկ իրենց կյանքում լավ փոփոխություններ են տեսնելու։ Այսօր արդեն օվկիանոսից օվկիանոս քանդում է Հայաստան առաջի քրիստոնեաց 20 միլիոն մարդ գա ժողովուրդ։ Մոտավորապես 100 միլիարդ փող է մտնելու երկիր։ Բոլորն էլ փողի տեր են դառնալու, հարստանալու են, գործի մեջ են լինելու, այդ բոլորը եւ պետությունում է մնալու, եւ իմ ժողովուրդը օգտվելու է։ Նմանատիպ 1-2 ծրագիր իրականացնենք, ուրիշ բան պետք չի։ Ներդրում էլ կլինի, շարժել կլինի։ Կանում կայացավ կինո փառատոն։ Ես ծրագիրը ուղարկել էի, ամսագիրը խնդրեմ։ Գրածա փոքրիկ պետություն Հայաստան, ամբիցիոզ ժողովուրդ, որ մենք տենց մեծ օվկիանոսից օվկիանոս ծրագիր ենք իրականացնում, իմ ազգին ավելի մեծ ճանաչում տալու, հաջողություն տալու եւ Հայաստանին նույնպես ավելի մեծ ճանաչում տալու համար։ Այնպես որ սպասեք լավ փոփոխությունների։ Քաղաքի վաստակաշատ ուսուցչուհիներից մեկը, որը բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է, երազում է հրատարակել դրանք։ Տարբեր դռներ է թակել, բայց ոչ մի արձագանք։ Հիմա տես, տատիկի գրքերը հոյակապ սարկած ուսուցչեյա, փոխարակ նայեն, ազակցեն, տպեն, նայելով հիանում ես, ոյս չեն տպում, այլեն, որ նայելու բանել չի, այդ գրքերն են տպում, դամար մենք այսօրին են։ Արտաշատցիներին հրաժեշտ տալուց առաջ ջերմ ու անկաշկանդ շփումն է։ Շատերին անվանական է ճանաչում, որպես հուժ մարդիկ ոչ միայն լուսանկարվում են, այլև Գագիկ Ծառուկյանի մակագրությունն են խնդրում։ Սիրում եմ քեզ հարգում եմ, շատ։ Արդարության օրը մոտ է, Հայաստանը նորից կփայլի։ Ունիսի օդին, ընտրում ենք համարյոտին, հաղթանակ Հայաստան։ Բարև ձեզ, բարև Շատ ձեզ։ բարի ձեզ, ինչպես եք։ Շատ Մենք ուժեղ։ ուրախ ենք, որ դուք մեր կողքին եք։ Ժողովրդի կողքին եք, մեր հետ միշտ կանգնած եք։ Մենք էլ ձեր կողքին ենք միշտ։ Ունիսի օդին, ընտրում ենք համարյոտին, հաղթանակ Հայաստան, լույսը մեր ճանապարհին։ Ունիսի օդին, ընտրում ենք համարյոտին, հաղթանակ Գագիկ Ծառուկյանի մարզային քարոզարշավը եզրափակվում է Արարատ քաղաքում։ Այստեղ գիտեն ըստ արժանվուն գնահատել իրենց մարզում տասնամյակների ներդրում ունեցած մարդուն։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հազարավոր համակիրներ երթով շարժվում են Արարատի հրապարակ։ Քաղաքի փողոցներում հաղթական մթնոլորտ է բարձր տրամադրություն։ Մարդիկ հավատով ու հույսով են սպասում հունիսի 7-ին, վստահ, որ սպասված հաղթանակն իր հետ լավ փոփոխություններ է բերելու։ ԲՀԿ առաջնորդին աջակցություն են հայտնում նաև հարակից շենքերից։ Բազմամարդ երթի վերջը չի երևում, իսկ ընթացքում նորանոր խմբեր են Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմակիցներին միանում։ Քիչ անց քաղաքի կենտրոնական հրապարակում հնչելու են Հայատ պրոջեկտի սիրված կատարումները, իսկ մինչև այդ արարատցիները մեծ ոգևորությամբ են ԲՀԿ առաջնորդին դիմավորում։ Մինչև ելույթը Գագիկ Ծառուկյանը ծաղիկները խոնարհում սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին։
Ավելի քան 2 տասնամյակ միասին աշխատել են, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, շենացրել օջախները։ Արարատցիների ջերմ հյուրընկալությունը երկար տարիների վստահության արդյունք է։ Հարգելի սիրելի արարածներ, ես ձեր բոլորի ողջունում եմ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ձեր հետ հանդիպան, լինել եմ շատ անկեղծ, պարզ, անմիջական, իրական, բնական։ Երկար ժամանակ 2002 թվականից շփվում ենք, գիտեք, որ ես հարգում եմ մարդուն, աշխատողին, թիմակցին եւ չի եղել մի բան ասեմ, խոստանամ չկատարեմ։ Ճիշտ է թե ոչ։ Այսօր ամենակարևորը ոչ թե ճարտար խոսելն է, այլ պետք է մարդու հարցը կարգավորվի, այն խնդիրն ու խնդրեմը լուծվի։ Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, չնայած իշխանության շանտաժին ու սպառնալիքներին, չի նահանջելու, մարդկանց ուսախապ չի անելու։ Զգալով մարդկանց վստահությունը, հավատքը Ծառուկյանի հանդեպ, իշխանությունները ընկնելով մեր հետևից, ինչ որ չեմ զավոտ եմ առնելու, ժողովրդյան տալու եմ քեզ, այ ախպեր, եթե տալու է ժողովրդին տուր, կյանքում հարատ գործանել կորցնեմ, ես չեմ կարա հետ կանգնեմ, եթե հետ կանգնեմ այս երկրում ես չեմ կարա ապրեմ, ես իմ ժողովրդի հետ եմ, իմ ժողովրդի կողքին, դա 100%-ով իմացեք, ժողովրդյան։ Ով տեսնում է, Ծառուկյան ջան, քեզ հավատում ենք, հանգարտ զատնի չդնես, էլի։ Դու ես գետինը մտել, ոնց կարամ զատնի դնեմ։ Թող բռնեն, թող նստստանեն, թող գործանեն, առնեն։ Արարատում եւս ամենաշատը անվտանգային խնդիրներով են մտահոգված, բայց Փաշինյանի հայտարարած խաղաղությունը պատրանք է։ Եթե այս իշխանությունը մնա, Արցախի ճակատագրին նաև Հայաստանը կարժանանա, կրկին զգուշացնում է Գագիկ Ծառուկյանը։ Ժորժան, այնքան ասեցին խաղաղություն ենք բերել, ձեր ցավը տանեմ, խաղաղություն ենք բերել, այ որտեղ է ձեր բերածը, սաղ սահմանների վրա ադրբեջանցիները նստած են հիմնովին, բետոնապատած, հետեդալու նպատակ չունեն, մի հատ բաժներ ներկայացնում, թող ներկայացնեն իրենց ստորագրած պայմանագիրը խաղաղության, ես մասսական ներողություն խնդրեմ։ Մեր այսօր գերիները ընդեղ են։ Ադրբեջանցիների սահմանի վրա նստած խաղաղություն ենք բերել։ Եթե տենց շարունակվեց նույն ճակատագիրը մեծ Հայաստանին արժանանալու։ Ասել է Երևանը, Սևանը, Ադրբեջանը ու վերջ։ Ինչ որ ասում եմ հիմնավորած կետերով օրով։ Ցանկացած խնդիր, այդ թվում Ռուսաստանի հետ սրված հարաբերություններն ու կիրառվող սահմանափակումները կարող են կարգավորվել ամենասեղմ ժամկետում, բայց դրա համար համապատասխան քվե է անհրաժեշտ։ Երբ որ հնարավորություն կտակ Ծառուկյանին որոշելու, մի օրում ճանապարհներն էլ բացվի, լրիվ կանաչ ճանապարհ, սա հարգանքով, ոնց որ սա մեքենաները գնում են, իրավունք ունեն Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, մերոնք պետք է 8 ժամ կանգնացնեն, պետք է մարդը մտածի, ժողովուրդ, քայլ կատարի, ժողովրդի մատից փուշ անի։ Գագիկ Ծառուկյանը մերժում է բաժանարար գծերը։ Մարդիկ իրենցից հետո պետք է հետագիծ ունենան։ Ես հաշտությունից եմ խոսում, անդե բռնել, ատելություն, դաշնամակ, աղբեր աղբորը չի խոսում, հարևանը չի խոսում, այդը ցավը տանեմ, մի կյանք ենք ապրում, ջան ասեք, ջան լսեք, ձեր ցավը տանեմ, ուրիշ բան չկա, պետք է պայման եւ հնարություն, ես պատրաստ եմ իմ թիմով ստեղծելու պայման հնարություն, իմ ժողովրդին ուրախացնելու, երջանկացնելու, հիմնական երաշխավորած խաղաղություն ապահովելու, Բարգավաճ Հայաստան բարեկեցիկ կյանք։ ԲՀԿ առաջնորդը վիճակագրական ամենաթարմ տվյալներն է բերում։ Դրանք խոսում են իշխանության անպատասխանատու վարքի մասին։ Մարդիկ այսօր կեսը սոված են, այսօր երեկվա վերլուծությամբ ես նայեցի 18%-ը խնդիր ունի սնունդի Հայաստանում։ Բադուղ ղեկավար լինելով ոնց կարած գիշերը հանգիստ քնելով ու դու չմտածես քո ժողովրդի համար, որ մարդիկ այսօր սպասում են, համբերում են, որ վաղը լավ կլինի։ Պետք է մարդը լսելու ունակություն ունենա։ Ոչ թե ասի ես եմ ու կամ ես եմ որոշողը։ Ամենախելոք մարդ աշխարհում չկա։ Խելոքը նա է, ով կարողանում է մարդկանց լսի, տարբեր ոլորտների մարդկանց եւ բոլորին գումարի լիարժեք իրականը կյանքի կոչի, որ մարդիկ զգան իրենց մասին մտածող կա։ Երիտասարդներն են մեր երկրի ապագան կերտողները, ուստի քաղաքական ու հանրային հարթակներն առաջնահերթ պետք է տրվեն նրանց։ Սա է Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը։ Քանի որ մեր երաժիշտներն էլ այսօր այստեղ են, ես շնորհակալություն եմ հայտնում եւ մեր երիտասարդությանը ցանկանում եմ լավ տրամադրություն, նրանք են մեր հույսը, լույսը, մեր ապագան, մեր երկիր կառուցողները, շենացողները։ Իրաց ցավը տանեմ ես։ Աստված պահպան, Աստծո ձեր իրենց գլխին լինի,
միայն երկրից չբացակայեք, մեր երկրում պետք է կառուցեք, շենացնեք, թույլ մարդիկ են գնում, մինչև ոչ պետք է պայքարենք, մեր ազգին ուրախացնենք, շնորհակալություն, լավ ժամանց, բարձր տրամադրություն։ ԲՀԿ առաջնորդին մարդիկ հրաժեշտ են տալիս ջերմ ծափողջույններով, նվիրում ուժի, արիության, իշխանության եւ հաղթանակի խորհրդանիշ այս առյուծը։ Այողի վրա պատմություն կա գրված, այսօղի վրա հավատ կա կանգնած, այստեղ նորից ճանապարհ է բացվում։ ԲՀԿ առաջնորդը հեռանում է Արարատից, իր հետ տանելով այն սերն ու ջերմությունը, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում զգացել է մարդկանցից։ Եկեղեցու սանգը մեր ձայն է, խաչի լույսը մեր ճանապարհը։ Իսկ հետո բեմահարթակը երաժիշտներինն է։ Hayat Project Band-ի հիթային դարձած կատարումները ոչ միայն երիտասարդներին, այլև քաղաքի մեծ ու փոքր բնակիչներին են ջերմացնում։ Գարուն է, սիրուն է, էդ քո սև աչքերով յարջանդու ինձ այնում ես։ Օրվա տերերը հազարավոր արարատցիներն են, որոնք ժամեր շարունակ բարձր տրամադրության մասնակիցն են դառնում հիշարժան ու անմոռանալի երեկոյի։ Բարձր սափրվեք շրջանավարների